Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ուզում եմ սիրով ներկայացնել իմ այսօրվա հյուրին։ Դուդուկահար, մի շատ մեծ դուդուկահարի որդին, որին բոլորը ճանաչում էին որպես Վլադիմիր Հարությունյան, Ալիկ Հարությունյան։ Ողջույն Ալիկ։ Բարև Ալիկ ջան, ո՞նց ես։ Շատ լավ, Աշոտ ջան։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ Ալիկ ջան, որ դու այսօր իմ հյուրն ես։ Ու շատ եմ ցավում, որ արդեն 4 տարի չես նվագում, թողել ես երաժշտությունը, ինչի՞ բայց։ Գիտեմ, շատ ես զբաղված դրա մասին առանձին խոսենք, հատուկ խոսենք, բայց դու լավ երաժիշտ ես, դու իրանք չունեիր թողնել։ Ես զարմանում եմ, որ դու առանց երաժշտության, առանց դուդուկի կարողանում ես այդպես հագիստ ապրել։ Կարոտում եմ շատ դուդուկը, բայց որ տեղափոխվեցի ստեղ Ամերիկա, արդեն Էլենի հետ մեծ խումբեր ունենք, արդեն պարային խումբերը չենք հասցնում, դրա համար արդեն թողեցի երաժշտությունը, զբաղվում եմ դրանով, այդ ադմինիստրատիվ սաղ աշխատանքով, զբաղվում եմ 2 ստուդիոները մեծ։ 2 ստուդիա ունեք, մեկում կինետակ եղարվեստական ղեկավար Աննան։ Այո, մեկն էլ Էլենը։ Կարապետյանն Աննա եւ Էլենը։ Դրանով ենք զբաղվում հիմա, ուզում ենք մեր երեխաները, փոքրիկները հայ մեծանան, հայ արվեստը սովորեն, Աննան միշտ պարապում է իրանց հետ, բոլոր կոմպոզիտորներին, լավ բալետմեստերներին, երեխաները փոքր են, չեն ճանաչում, ու զբաղվում է Աննան դրանով էլ իրանց հետ միշտ։ Ու ավելի հետաքրքիր է, մի քիչ ոնց որ կյանքից փոփոխություն է լինում, Աշոտ ջան, ու շնորհակալ եմ քո հրավերի համար, որ այսօր քո տաղավարում եմ։ Ինչ ասեմ, շատ հետաքրքիր է, աշխատում ենք, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Ես գիտեմ, որ շատ բարձր մակարդակի պարային խումբ ունեք, 2 խումբ ունեք, 2 դպրոց կարելի ասել, ու երկուսն էլ շատ լավ գործունեություն են ծավալել։ Այո, լավ աշխատում։ Ես հիմա նայում եմ, ինքան շատ պարային խմբեր կան, ինքան շատ դպրոցներ կան, սալոններ կան, չգիտեմ, ստուդիոներ կան, բան, բայց բոլորն էլ աշխատում են, ի ուրախություն բոլորիս, բոլորն էլ աշխատանք ունեն, մտած ոչ մեկի գործից էս մի հատ խոսք կա, չէ՞, ոչ մեկի գործին չի խփում։ Բոլորն էլ ունեն իրենց։ Այո։ Սաները բոլորի մոտ էլ բավականին շատ երեխաներ կան, ոչ մեկին չի խանգարում։ Ինձ հետաքրքիր է, մյուս ղեկավարների հետ կապ ունեք, շփվում եք, մյուս պարային։ Այո, ունենք ուղղակի ժամանակի առումով չենք հասցնում մի քիչ հանդիպել, բայց որ առիթները լինում է, հանդիպում ենք, համերգներին մեկս մեկին հրավիրում ենք, հանդիպում ենք, տեսնում ենք իրար, այդ ձևով։ Ալիկ, քանի տարի է որ ստեղ եք։ Արդեն 4 տարի է։ Ես գիտեմ, որ Աննան երկար տարիներ կինդ։ Բանի մեր ոստիկանության, բանը պարային խմբի ղեկավարն է, չէ, Հայաստանի ոստիկանության, հա։ Ու շատ, իսկապես շատ բարձր մակարդակի խումբ ուներ։ Իշքան գիտեմ, նաև Աննան բանը, չէ, բանել ունի, չէ։ Փոխգնդապետ է։ Փոխգնդապետ է, չէ, ոստիկանության փոխգնդապետ։ Հա, Թատերական ինստիտուտում Արվեստի ամբիոնի վարիչներ, Բարի բաժնի, հա։ Այո։ Հետո դե ամեն ինչը թողեցինք, Էլենը ասես պետքա գաք ինձ օգնեք։ Էլենը շուտ եկավ ձեզ։ Էլենը շուտ է եկել, հա։ Էլենը ինքը եկավ Սան Ֆրանցիսկոյի բալետում դպրոցում սովորում էր։ Հետո որ ավարտեց այնտեղ վերջացրեց, տեղափոխվավ Լոս Անջելես, եկավ ստեղ արդեն իր բարի խումբը արդեն բացեց ու մեզ էլ կանչեց, որ մենք պետքա գանք, իր կողքը լինենք ու եկանք։ Հիմա ու լրվեցինք, հա, մնացինք, մի աղջիկս Երևանում է։ Միտքել չունեն գալու։ Չէ, մի չունեն, նոր 2 օր առաջ եմ ճանապարհել, դե Էլենիս հարսանիքներ, իրանք եկել էին, Փեսաս, աղջիկս, Թորս, եկել էին շատ։ Էլենը եւ Գոր Եփրեմյանը, հա, ամուսնացան, կազմեցին մի սիրուն, զույգ, ընտանիք,
Շնորհավորում եմ, հենց եթերից էլ Շնորհակալություն, շնորհավորել Էլենին ու Գորին, թող երջանիկ լինեն, բախտավոր լինեն, շատ ցավակներ ունենան, շատ բալիկներ ու կան ձեր ստուդիաներում բարեն։ Ալիկ ջան, ես գիտեմ, որ շուտ գնում Հայաստան գալիս ես, չէ՞, չես կարողանում, չէ՞, առանց ընկերների, առանց այդ թողուջերի, առանց այդ ամեն տարի, հա, դու էլ ես էլ միշտ գնում ենք։ Ընդհանուր մեր ընկերներ ունենք, Ակորի ռեստորանը, այնտեղ շատ ենք հավաքում։ Ամեն օր համար Ակորի հետ կապ ունեմ, միշտ խոսում ենք։ Շատ եմ կարոտում տղերքին, այդ Ակորի ռեստորանին, Ակորի հացը։ Այո։ Համով է շատ։ Շատ։ Ես հյուրեր էլ որ ունենում եմ, առաջինը հենց հրավիրում եմ այդտեղ, հետո նոր ասեն քաղաքից դուրս թե չնայած դեռ որ գնում ես անծառերի մեջ, անտառի ոնց որ անտառի ոնց որ քաղաքի մեջ քաղաքից դուրս ես։ Շատ։ Շատ լավ, այդտեղ մեր կապը կա, լավ ընկերներ ունենք, շատ կարոտում եմ բոլորին։ Այո։ Ալիկ ջան, իսկ դու լավ դու կարո ես աշխատել ես, ես կուզենամ երկու խոսքով պատմես քո մասին, ուղղակի։ Դե իմ մասին ես փոքր հասակից ուրեմն հայրս չէր իմանում, որ ես սկսեցի նվագել։ Ինքը տեղը չէ՞։ Չէ, Իրանից գաղտնի։ Իրանից գաղտնի, ինքը որ փորձից գալիս էր տուն, գործիքները թողում էր, հետո դուրս էր գալի տանից, ես իր գործիքները վեկալում էի ու ինքը որ տանը պարապում էր, ես միշտ ուշադիր նայում էի։ Ու ես սկսեցի նվագել, քիչ նվագում էի, հետո մի օր մեր տունը իր ծնունդներ հավաքվել էին, մեկ էլ ես իրան սուրպրայզ արեցի, գործիքը վերցրեցի, նվագեցի, շատ հուզվեց ինքը, ասում է ոնց, ասում է դու նվագում ես արդեն, ասի հա, ասի սիրում եմ, ասի այդ գործը ասեց քու ճակատագիրն է ես էլ, ասեց որ դու պետք է նվագես ուրեմն։ Ու տենց հետո ինքը արդեն սկսեց իմ այդ պարապելը, ամեն ինչ տենց քիչ սկսեցինք աճել արդեն, հետո երկար տարի իր կողքը Պարի պետական անսամբլում բանակցարարությունից հետո արդեն Թողեցիր Պարի պետական անսամբլ։ Պարի պետական 15 տարի համարյա աշխատեցի հետո։ Երկուսով էլ աշխատեցիք Պարի պետական անսամբլի անունով։ Շատ երկրներ իրար հետ համերգներով գաստրոլների շատ տեղեր գնացինք, Ամերիկա, Արգենտինա, Բրազիլիա, Լոնդոն, վերջև։ Շատ ուրախ էր անցնում, հետո արդեն այդ հեղափոխությունը, որ եղավ, այդ վատ վիճակները, ես արդեն անսամբլից դուրս եկա 93-94 թվին, բայց պապան մնում էր, աշխատում էր, ինքը մինչև իր այն կյանքի վերջի շունչը մնացել է անսամբլում աշխատել է, Հավատարիմ մնաց իր սիրած գործներ, հա, ինքը որ պարկում էր են դուդուկը սենց ծոսն էր իրա դնում, առանց դուդուկի կյանք չուներ։ Ինչ հետաքրքիր է, ես չեմ իմացել, դուդուկի հետ էր քդում։ Շատ էր սիրում իրա գործը։ Ասում էի, պապա, հերիք էլի մի քիչ հանգստացի ասում է, կարոտում եմ, ասում է, ես ես գործիքը, ասում է, կարոտում եմ, ասում է։ Այ քո մեջ այդ կարոտը ոնց որ չկա դուդուկի հանդեպ։ Ես այդքան իրա չափ չէի, սիրում եմ, մինչև հիմա էլ սիրում եմ, մեկ վեկալում եմ, նվագում եմ իմ համար մի թեթև բայց ինքը մի հատ ֆենոմենալ բան ուներ իր մեջ, որ շատ էր սիրում, առանց գործիքի կյանք չուներ, առանց դուդուկի։ Շատ լավ, մարդ իր գործը սիրի։ Այո։ Ինչ աշխատանքի ուզում ես եղի, պետք է քո գործը սիրես, ու անպայման պետք է քո գործի առաջավորներից մեկը պետք է լինես։ Այո, ճիշտ է։ Եթե միջակ պետք է լինես կամ ուրեմն պետք է չի։ Ալիկ ջան, հիմա ավարտվեց մեր զրույցի առաջին մասը, հիմա անցնենք գովազդի, որից հետո մենք շարունակենք։ Շատ հետաքրքիր զրույց ընթանում, շատ հետաքրքիր հայրիկիդ մասին էլ ուզում եմ խոսեմ, շատերը գիտեն հայրիկի, բայց ավելի մանրամասն հետաքրքիր բան պատմեցի հիմա։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ լավ ընկերոջ, իմ ավագ ընկերոջ Վլադիմիր Հարությունյանի որդու Ալիկ Հարությունյանի հետ։ Գովազդը արդեն եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։
Քայլ առաջին, մուտք եք գործում armflix.com, քայլ երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը, քայլ երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը, քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Ալիկ Հարությունյանի հետ, դուդուկահար Ալիկ Հարությունյանի հետ։ Ալիկ ջան, շարունակենք արի մեր խոսակցությունը, շարունակենք հայրիկիդ մասին, ես շատ կուզեմ իր մասին մի քիչ խոսենք, որտեղ ամենալավագույն դուդուկահարներից մեկն էր Հայաստանի պատմության մեջ։ Բոլորը Վլադիմիր Հարությունյան, վաստակավոր արտիստ, բայց բոլորը նրան ասում են ապարանցի Վալոդ, այդ սազում է, նախ ապարանցի լինելը մեծ պատիվ է, չի չէ։ Ապարանցի քյուրասեր, հումորով, իրանց վրա անեկդոտներ են պատմում ու ինձ ասում են, որ հանկարծ տեսնում են, ասում են նոր բան չգիտես մեր մասին, մեր պատմիմ քիչ ուրախանանք։ Շատ լավ ժողովուրդ է, ընդհանրապես մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, դա լինի մեր կամոյի ժողովուրդը քյավառցիները, դա լինի Լեննականը, դա լինի չգիտեմ Արտաշատը, Աշտարակը, ինչպես բոլորն էլ լավն են, ապարանցիներն էլ հայտնեն որպես լավ անեկդոտներ հորինող, լավ հյուրասեր, հյուրընդունող ու լավ ճանապարհող մարդիկ։ Արի հայրիկիդ մասին խոսենք, Վլադիմիր Հարությունյանի մասին։ Բացի այդ ասեցիր, որ այդ ես չգիտեի միջեմ, որ դուք ետ էր քնը։ Ուրիշ ինչ կար հայրիկիդ մասին, ինչ կար, որ դու իրանից ես սովորել ու կուզենայի շատ-շատերը սովորեին։ Իրա ջայել վաղ, ուրեմն 70-ական թվերին ինքը մի հատ ամերիկյան մեքենա առավ, ամբասադոր, ուրեմն բանը իջել էր Աբարան, իրանց գյուղի տակը, բանը ջրի մոտը ու բանը, սենց այդ ջրի հետ զբաղվում էր բան ու շորը վեկալեց ավտոն էր սրբում, բան մեկ էլ ու իրան կողքեր եկան կանգնան ժողովուրդը, ինքը մեկ էլ համ երգում էր հետը, ով սարեր, մանկությունս հետ բերեք, հենց ասեց մանկությունս հետ բերեք, մեկ էլ ինձ ասին Վալոդ ջան, որ մանկությունդ հետ բերենք, էշ է իրը մի լվում։ Ինքը շատ հումորով մարդ էր, շատ տարիներ առաջ Դիլիջանում համերգ էր, ֆեստիվալներ էր կազմակերպում հայ համերգը, համերգ էր, բոլոր խմբերն եկել էին խաղում, բոլոր ինչքան երաժիշտ, երգիչ, դերասան կա, բոլոր եկել էին, այդպես ֆեստիվալներ էին անում մարզերում։ Երեթել էր եկել ու չէր եկել այդ օրը համերգը բարողը ներկայացնողը, կինս դե միշտ ինչպես միշտ հետս, հա, գիտես, 49 տարի, իսկ տարի 50-ամյակն է։ Ասեցի Մելանիա ջան, դու կարող ես ներկայացնել։ Ոնց ասեցի, ես կյանքով դες բան չեմ արել։ Ասես քո անուն ազգանն ես ասում, ասում ես երկի վերնագիրը, բան։ Եկացեմ ու հայտարարեց հայրիկիդ։ Ասենք Վլադիմիր Հարությունյան Դլեաման։ Ու եկավ, բայց Վլադիմիր Հարությունյանը վաստակավոր էր, դե ինչ իմանար, չէր ասել, մոռացել էր, չէր ասել, անցնելուց ասեց, «Կոտունը շեմի աղջիկ ջան, հետո շատ բանում էի, էն էլ ծերիցս առը»։ Գիտես ինչ, հիմա մենք խոսում ենք, այսքան ուրախանում ենք, հիշում ենք անցյալը հուշեր, բան։ Ուզում եմ մի որևէ տեսանյութ քո կատարմամբ դիտենք, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրով։ Հնարավոր է։ Այո։ Գնացինք։
Հրաշալի, շատ լավ է, շատ պետք է նայես այս բաներից ալնի, որ դու շարունակում քո գործը, որտեղ դա էլ համել տարիք չի պահանջում, էլի, դա պարտադիր չի ունենալ, դա ծանրամարտիկ չես, որ ասես էլ մեծ է, չի կարող կամ երաշտը դու կարող ես մինչև հիմա էլ նվագել։ Լավ, դու մտքովդ անցավ որևէ մի անգամ գոնե դպրոց ունենալ այստեղ կամ աշակերտներ ունենալ։ Աշոտ ջան, գիտես, մտքովս անցել էր, բայց ուղղակի որ եկա արդեն այս ստուդիոներով սկսեցի զբաղվելը, արդեն որ նայում եմ, այստեղ գիտես, անենց է ժամանակը անցնում, անենց է թռնում ժամանակը, որ արդեն ես դրա ժամանակը չունեմ։ Եթե այդ ժամանակը ես հիմա փոխեմ արդեն իմ դուդուկի համար ստուդիո բացեմ, այս գործը արդեն ահագին հետ կընկնի։ Պարզա։ Դրա համար չկարացա։ Ափսոս, հազար ափսոս։ Ինչ անեմ այդ տարի։ Ալիկ ջան, հիմա ինչ ապակա ծրագրեր ունեք խմբի հետ կեցել ապակա ծրագրեր անցյալ տարի համերգներ այստեղ Հայաստանում կամ Միացյալ Նահանգներում։ Այս տարի ամառը Հայաստանում փառատոն կար Ծաղկաձորում, անանահագին երեխաներ հետը բերեց Երևան, իրանք եկան մրցույթը շահեցին, Գրանպրին շահեցին, շատ ուրախ էին։ Հիմա այս հաջորդ տարի ամառը էլի երևի ավելի մեծ քանակությամբ Հայաստան պետք գնանք, էլի փառատոններին պետքա մասնակցեն մրցույթներին։ Հա, ուզում ենք որ մեր երեխաները ստեղի որ Հայաստան չի եղել, որ գա հայրենիքը տենա, ամեթ հայրենիքի մեջ ինքը ապրի, որ ինքը հասկանա, որ ինքը հայ է վերջապես։ Ահա։ Մենք ամեն ինչ անում ենք այս երկրի մեջ, որ երեխաները հայ լինեն, մեծանան հայ։ Օրինակ երեխաները մեկ-մեկ գալիս էին, ասենց անցնում են, գալիս են մոտովդ ասենց նայում են երեսիդ եւ գնում են։ Բարև, բալուշ։ Բարև չկա։ Հետո անան երեխաների հետ սկսեց խոսել, հա։ Որ տենց ձևը տենց չի։ Հա, որ դուք պետքա գաք, բարևեք բան, հա։ Ու մի երկու օր հետո մի հատ տատիկ եկավ, այդ աշակերտների տատիկը, եկավ ասում է, Իսան աջան ասում է, ես ձեր հետ մի հատ խոսալու բան ունեմ, ասում է, ես այնքան շնորհակալ եմ ձեզանից, ասում է, ես ասում է, մեկ էլ ասում է, առավոտ ասում է, թորնիկս հելավ, ասում է, եկավ, ասես տատիկ բարի լույս, ասում է, հենց որ ասեց բարի լույս, ասում է, աչքերս լցվավ, երեկոյան ասում է, բարի գիշեր, ասում է, Էդի ասում ասաղ ձեր շնորհքն է, որ դուք բացի պարից երեխաների հետ զբաղվում եք։ Ալջան, ավարտվեց նաև երկրորդ մասը, արի մի փոքր ընդմիջենք գովազդով, որից հետո կշարունակենք։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակենք իմ սրույցը Ալիկ Հարությունյանի հետ։ Գովազդ արդյունի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Բարեկամներ, ավարտվեց գովազդը, շարունակում եմ իմ զրույցը Ալիկ Հարությունյանի հետ։ Ալիկ ջան, քո ճաշակով
ամենալավագույն դուդուկարները ովքեր են եղել հայ ազգի։ Իմ ոչ թե մենակ իմ ճաշակով, այլ ես միշտ սիրել եմ այդ մեծ վարպետներին, Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին, Պապային ու արդեն հետո այնտեղ գալիս է մեր Բենիկը դուդուկար, Եղիշը, Ռուբենը Ռուբենը ախտեցի Ռուբենը, լավ ընկերն է, մենք շատ պատերին ենք, այդտեղ մենք շատ շփվում ենք, դուդուկարներ են ու հիմա դուդուկը համ աճում է Երևանում, շատ լավ շնորհալի լավ տղաներ կան, շատ լավ են նվագում, շատ մակարդակով սկսել են իրոք վարպետ դուդուկահարներ են դառել արդեն, ես շատ ուրախանում եմ, որ մեր արվեստը այդպես լավ առաջադիմություն ունի։ Լավ, մենք պայմանավորվել ենք, չէ՞ նայ, որ դու պիտի իրական պատմություններ էլ պատմես հայրիկիդ մասին, էլ ես ուզում ես մի հատ իր մասին պատմեմ, դու Սիրով։ ասում են դեքը շատ հումորով մարդ էր հայրը, բացի եմ որ շատ տաղանդավոր երաժիշտ էր, նաև շատ հումորով մարդ էր, ասում են որ գնում են Ֆրանսիա հյուրախաղերի տանում են Լուվր։ Տանում են, ցույց են այդ բոլոր սրահները, նայում են, բացատրում են, սա ով է հեղինակեց, ոնց է կոչվում են ինչի բան, ու ինքն էլ շատ նայվող տղամարդ էր, բարձրահասակ, միշտ կոկիկ հագնված բան, ու գալիս է այդ գիդը, որպես լավ տեսքով բան մարդ, խելացի մարդ, մոտենում ասում է, պարոն Հարությունյան, ինչ կասեք, ինչ կարծիք, ինչ տպավորություն այս բոլորի մասին։ Հայրը տարել բերել ասել, այս սա հասկացանք։ Այս բոլորը էսի լակով է կսես, իսկան մարդ գալի գնում ալը նայ տեսքը չել կծում։ Մի անգամ էլ որ ասում է դրսից հյուրեր են գալիս, ինքն գալիս օդանավական դիմավորում դրանց նստած բերում է։ Մինչև հյուրանոց պիտի բերի հյուրերին։ Շուրագայս ասում է կներեք էլի որ մեջկով եմ նստած շողորու ջան։ Ինչ կա, գիտեմ իր մասին շատ բաներ էին պատմում, ավելի մտերիմներ ովքեր ավելի շատ են շփվել իր այդ։ Ես կուզենամ դու էլ պատմես հայրիկիդ մասին այդպես հետաքրքիր բաներ։ Մի անգամ ինքը բեմ դուսա գալիս սոլո նվագելու, ուրեմն բանը, դե որ գալիս է համերգի տեղը, շորերը փոխվում է, տարազները հագնում է, դե սև կոշիկներ պետք է հագնի հետը, սև կոշիկը մեկը հագնում է ու այնտեղ Խանամիրան ինչ որ գալիս է բանը ասում բան, ինքը մոռանում է։ Երկրորդ կոշիկը, հիմա ինքը արդեն հայտարարում են, ինքը դուրս է գալիս սոլո նվագելու, եկել որ սոլո նվագելուց sense նայում է, տենում է, այս մի կոշիկը ուրիշն է, հա, sense փախցնում է որ կոշիկը, բայց ժողովուրդը տենում են էլի, հա։ Այդպես բաներումներ։ Դու քո հետ ինչ հետաքրքիր դեպք կա կատարված, ասենք։ Այդ քո ուսանող դու սովորել ես Էջմիածնի ակումբա գրադարանային։ Ակումբա գրադարանում սովորել եմ, որովհետև այդտեղ թատերական բաժին էլ կար, երաժշտական։ Այո, հա, մենք դուդուկի բաժինը ես ու մեր դուդուկար Եղիշը իրար հետ ենք ընդունվել, որովհետև այնտեղ կոնսերվատորիայի բանը երաժիշտները բողոքել էին, ասում էին ավարտածները չեն իրանք բան, ասում են մենք ավարտել ենք աշխատանքի տեղ չունենք բան, մենք էլ գնացինք ընդունվեցինք, որ բան անենք, մեկ էլ այդ տղաները եկան պրակտիկայի մեր մոտ, պապան ասեց, տղա ջան, ասեց մի բան նվագի, հա, ասեց դե մենք ասեց ընկեր Հարությունյան, ասեց մենք նոտաներով ենք նվագում, ասեց տղա ջան, այդ նոտաները շատ լավ է, որ դու նոտայով ես նվագում, բայց ասեց այդ ջիգյարը չկա խալ մեջ, ասեց այդ նոտայի մեջ, ասեց դու նոտան լավ է, սովորի, բայց ասեց այդ ջիգյարը, ասեց որ դու հոգին, որ պետք է նվագես, այդ հոգին չկա քո մեջ։ Վերջ է տենց ինքը։ Ուրիշ անեկդոտ պատմես։ Անեկդոտ ուրեմն այն օրը ես լսեցի բանը, ասում է երկու մի հատ աբարանցի, ասում է լավ Վարշավիրանոց է սարքում, կահույքով, ամեն ինչ դնում է մեջը բան, վերևն էլ գրում է կտրիր ինքդ։ Սափրդել էլ չեն, ասում ասում, թերաշվի ինքդ։ Թերաշվի ինքդ։ Հատել անեկդոտներ, աբարանցիների հետ կապված։ Աբարանցի անեկդոտը բանը, երկու աբարանցի նստում են իրար հետ շախմատ խաղալուց, ուրեմն որ սկսում են շախմատը իրար հետ խաղալ, թագավորը ինֆարկտ է ստանում, անում է։ Ալիք դու ապարանում ծնվեցիր, թե։ Չէ, ես Բաթում եմ ծնվել, իմ մաման Բաթումի հայ է,
Ուրեմն պապան այդ վաղ գաստրոլների էր, որ ես պետքա ծնվեի, մամաս գնացել էր Բաթում, այնտեղ եմ ծնվել Բաթումում, բայց Երևանում եմ ապրել, մեծացել։ Բայց ապարանի հետ միշտ կապս կա, մենք այնտեղ տուն ունենք, ես որ ամառը գնում եմ, միշտ ամառը այնտեղ եմ, շատ լավ իմ օդը մաքուր, ջուրը լավ, սառը ջուրը, քուչակի ջուրը։ Այո, շատ լավ, ընկերներիս հետ։ Գանտունիկը խանութը, միշտ հավաքվում ենք այնտեղ շատ հետաքրքիր։ Այդպես ուրիշ չկա, որ գա այդ չգնա, տեղից թխված կառնելը։ Այո, շատ հետաքրքիր։ Շատ լավ է։ Ինչ կպատմես էլ քո հետաքրքիր դեպք։ Հետաքրքիր դեպք ուրեմն բան է, դե իմ աներս հանրապետության էլի վաստակավոր արտիստ Ռաշիդ Կարապետյանն է։ Ուրեմն մի օր զանգեց, չեմ անում, ինչ որ հիվանդացել էի, ես ինչ է եղել բան։ Մի օր զանգեց, ասում է, քանի գիշեր, ասում է, չեմ կարում քնեմ, հա քո մասին եմ մտածում։ Բան, ասի, բայց իմ մասին խի ես մտածում, ինչ ա եղել, բան։ Վերջը մի երկու օր անցավ, այ մարդ ասի, ես մարդը գիշերները չի քնում, լկանի մի հատ զանգեմ։ Գիշերվա ժամը 4-ն է զանգեցի, մեկ էլ ասի, Ռաֆ, ասի, ես քնած ես, ասեց, հա, ասի, բայց ես էլ գիտեմ իմ մասին ես մտածում։ Հələ տեսա արվեստագետների տանիք Ռաշիդը զոքան չտել, չէ։ Հա, Մելանա։ Ատես 3 երջանիկ մարդիկ կան աշխարհում, Թրամփը, ես, մեկ էլ դու։ 3-ից կանանց անունն էլ Մելանիա, չէ, մեկ էլ բանը Ռաշիդը, 3-ի կանանց անունն էլ Մելանիա։ Ինչ ասեմ, շատ արագ թռավ մեր այդ ժամանակը, շատ հետաքրքիր անցավ։ Ավարտվեց մեր զրույցը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ հաջողություն ձեր այդ ստուդիաների հետ կապված բարային, հաջողություն նաև որ դի գնաք Հայաստան, էլի մեծ համերգ ունենալու, հաջողություն կյանքում ու առողջություն բոլորիդ։ Շնորհակալություն Աշոտ ջան, քեզ որ չմերժեցիր եկար մեր հաղորդմանը մասնակցել։ Շնորհակալություն։ Հացի։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր դուտուկահար Ալիկ Հարությունյանը։ Ես շատ եմ տեսել դիպլոմավոր հանրագետների, որոնք հեռու էին մարդկությունից։ Մարդ իցնե մի դիպլոմ պիտի ունենա ու վրան գրված լինի մարդ։ Ես կանեմ բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր։ Հարևան ջան, բարև։ Բարև, Աստծո բարև։ Լավ ես։ Շատ լավ եմ, շատ։ Հարևան ջան, այն պարտքս երբ պետքա տասվի։ Ինչ պարտք։ 2 տարի առաջ վերցեցիր, ասի 2 օրից կտամ։ Ինչ տվեցիր։ Սպասիլ է։ Քո ազգանը ոնց էր։ Հարությունյան։ Հա, ճիշտ է, Հարությունյան, մի րոպե։ Աբրահամյան, Դավթյան, Եղիազարյան, Հարությունյան։ Գիտես որ համարն է հերթդ 248-րդ համարն է սա ախպեր ջան։ Այս նա ինչ պետք է անի։ Ինչ տանես, ցավը տանեմ։ Ուզում ես մի $100 փոխ տու, հերթդ մի քիչ առաջ գցել։